Մենք հսկայական խնդիրներ ունենք ավազի արդյունաբերության ոլորտում, որովհետև այս այն ոլորտներից է, որ թափանցիկության լրջագույն խնդիր կա, եւ մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք, այդ թվում այն պատճառով, երբ որ մենք վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում, շինարարության այս ծավալների պատճառով շատ արագ մենք ճնշում ենք զգում շինարարության ոլորտից, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես այս գոնե ինչ որ մի բավականին երկար ժամանակ Հայաստանի շինարարությունը կկանգնի, որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա, ընդ որում ստվեր, որը ամեն օր մեր փողոցներով եւ մայրուղիներով երթևեկում է, բայց մենք այդ ստվերին հետ առնչվելու ձևերը չեն գտել եւ սա լրջագույն մարտահրավեր է։ Էլ չեմ ասում, որ մենք այդտեղ պետական անվտանգության երևույթներ, տարածքային ամբողջականության խախտման խնդիրների հետ ենք առաջվում, եւ որ պարզվում է արագ գետից մենք ավազ արդյունահանելով մեր երկրի տարածքն ենք կրճատում, ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են, եւ մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ոլորտի մեծագույն խնդիրներից մեկը ոլորտի իմիջն է։ Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով այստեղ բազմաթիվ հարցեր են կուտակվել, եւ ես կխնդրեի ֆորումի մասնակիցներին անպայման ուշադրություն դարձնել այս պրոբլեմատիկայի վրա։ Պետք է խոստովանել, որ հանքարդյունաբերության ոլորտի շուրջ ահագին նեգատիվ կա կուտակված, եւ մենք պետք է հասկանանք այդ նեգատիվի պատճառները, չնայած այս ընթացքում հասկացել ենք նաեւ որոշակիորեն նեգատիվի պատճառները, որտեղ ակնհայտ է, որ ընդերքը պատկանում է պետությանը եւ ժողովրդին, խնդրեմը այստեղ այն է, որ Հայաստանի հանրային գիտակցության մեջ այս ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին եւ պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել եւ ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք եւ մենք այս խնդրի վրա աշխատում ենք։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել միայն այն հանգամանքին, որ հիմա Հայաստանի կառավարությունը եւ իդեմս կառավարության նաեւ ժողովուրդը ըստ էության մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուսարի հանքում, եւ սա շատ կարեւոր է։ Էլ ուզում եմ ընդգծել նաեւ, որ մենք բյուջետային համակարգի մասին օրենքում շատ կարեւոր փոփոխություն արեցինք ազդակիր համայնքներին հանքարդյունաբերության ոլորտի ռոյալթիներից 2% մասհանման մասին։ Սա ինչ որտեղ կարող է սիմվոլիկ թվալ, բայց կարևորը մեխանիզմի ներդրումն է, որովհետև այդ մեխանիզմը հնդածս ինքը նաեւ կզարգանա եւ ուզում եմ ընդգծել նաեւ հետեւյալը, տեսեք 2018-ից 2025 թվականներին նույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այսինքն նախորդող 7 տարվա համեմատ պետական բյուջե կատարած վճարումները ավելացել են շուրջ 148%-ով, այսինքն կրկնակիից ավելացել են։ Սա նաև այստեղ խնդիրը միայն այն չէ, որ հասկանում եք, որ կառավարությունը պետական բյուջե եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջեի եկամուտները ավելացնում են։ Սա շատ կարեւոր է մարդկանց մոտ այդ գիտակցումը կենթանացնելու եւ սերմանելու համար, որ ընդերքը ժողովրդին է եւ ժողովուրդը եւ պետությունը ավելի մեծ օգուտներ է ստանում այդտեղից։ Ի վերջո այդ վճարումները դառնում են ճանապարհներ, այդ վճարումները դառնում են դպրոցներ, այդ վճարումները դառնում են մանկապարտեզներ, այդ վճարումները դառնում են անվտանգություն եւ այլն եւ այսպես շարունակ, եւ այս շատ կարեւոր են համարում այս հանգամանքը եւ ուզում եմ ընդգծել նաեւ, որ մենք 2018 թվականից շատ քննարկում ենք, առայժմ ավելի շատ քննարկում ենք մեր հանքարդյունաբերության համապատասխանությունը լավագույն միջազգային բնապահպանական ստանդարտների։ Այս էլ է խնդիր, որ մենք իհարկե չեմ կարող ասել, թե ոչինչ չենք արել այս ընթացքում, բայց նաեւ հաստատված ավանդույթները կամ մշակույթը փոխելը հեշտ գործ չի։